Ով պատվական եղբայր, վայել է, որ պատասխանեմ ըստ քո խնդրանքի, քանի որ վաղուց փափագում է իր ձեռք բերել արտասուքը, ուստի քեզ պետք չէր գրել, թե հաճախ աղոթքի կանգնիր կամ սաղմոսիր, քանզի դա վերաբերում է ընդհանուրին և դու շարունակ անում ես։ Այլ ես քեզ ցույց կտամ ընտրողության արվեստը, որը ծածուկ է շատերի համար, մանավանդ ձուլացողների։ Տեսնում ես, թե առաքինությունը որքան կարիք ունի ընտրողության, որն Աստված ընդունում է։ Սրա համար էր Տերն ասում. զգուշացեք ողորմություն անելիս։ Քանզի որքան ջանում ես առաքինության համար, այնքան էլ պետք է ջանալ ընտրողության համար, որոնք կարող են հաճեցնել Աստծուն։ Ինչպես օրինակ որևէ ամանում, որը կեղտոտված ու աղտեղված է, թեկուզ ցնկալի կերակուր դնեն, ոչ ոք չի կարող ճաշակել, իսկ երբ ամանը սրբված ու մաքրված է, նրա մեջ թեկուզ փոքր-ինչ կերակուր դնեն, ախորժելով կընդունեն։ Այսպես և քո աղոթքն ու արտասուքը կերակուր է Աստծո համար, հոգիդ մաքրիր աղտից, այնժամ ինչպես ասում է մարգարեն, դու դեռ չաղոթած կասի ահա ես։ Իսկ եթե չես զգուշանում հանցանքներից, անզգույշ ես շատախոսելու, բամբասելու, բարկանալու, ատելու, տրտնջալու, շոգմոքելու, հպարտանալու մեջ, այնժամ աղոթքդ խոտան է երևում Աստծո առջև։ Ինչպես օրինակ աղքատ մեկը գնում է իշխանի պալատ ողորմություն խնդրելու, և ծառաներից ոմանց անիծում է, ոմանց վրա բարկանում, ոմանց նախատում։ Այնժամ նրան վռնդում են պալատից ասելով. մեզ աղաչելու ես եկել, թե դատելու։ Այսպես և դու, երբ աշխատես ու ստանաս աղոթքի ու արտասուքի շնորհը, երկայնամիտ և համբերող ոգի ստացիր, որ վարքդ վկայի խոսքերիդ մասին։ Իսկ եթե խոնարհությամբ խոսես, բայց վարքդ լինի հպարտ և ինքնահավան, դրանից ինչ օգուտ։ Ինչպես ուղղում ես երևացող վարքդ, պահքն ու աղոթքը, աշխատությունն ու անընդչությունը, այնպես էլ ուղղիր աներևույթ վարքդ, հեզ, խոնարհ, անուխակալ, մարդասեր, ողորմած, համբերող, երկայնամիտ, բազմագութ, խաղաղարար, մարդկանց շահող։ Եվ ինչպես դու ես Աստծուց ողորմություն խնդրում, այնպես և դու պետք է ողորմած լինես, քանզի երբ աղքատը խնդրում է քեզանից, և դու չես ողորմում, ապա և դու երբ մոտենաս Աստծուն ողորմություն խնդրելու, այնժամ քեզ կասի. քեզ թախանձեցի, բայց դու ինձ չողորմեցիր, արդ ինչու պիտի ես ողորմեմ քեզ, քանզի ինչ որ արեցիք այս փոքրիկներից մեկին, ինձ արեցիք։ Քո բերանից զգուշացիր ինչպես եկեղեցուց, քանզի ինչպես եկեղեցի չի թույլատրվում մտցնել այլ առարկա, բացի նրա սպասավորության անոթներից, այսպես և դու զգուշացիր ամեն մի տգեղ խոսքից, որպեսզի բերանիցդ դուրս չգա, ինչպես և գրված է. քո բերանը բաց Աստուծո խոսքով։ Այնժամ քո աղոթքն ու արտասուքը որպես ընծա կմատուցվեն Աստծո առջև։ Բայց քանզի մեր առաջիկա խոսքը զղջման մասին է, թե ինչպես հասնենք շնորհին, արդ երբ կամենում ես արտասվել և սիրտդ քարացած է լինում, դու այսպես ասա Աստծուն. ինչպես գալիս է ձմեռը և խստաշունչ սառնամանիքներից չորանում ու մեռնում են բոլոր բույսերը և դալար ծաղիկները, բայց դու ամենակալ, գարնան հետ անձրև ես ցողում, ջերմություն ուղարկում հարավից, և հալչում են ձմռան սառնամանիքները, մեռելությունից դարձյալ հարություն են առնում և վերստին նորոգվում են ծաղիկների զանազան վայելչությունները, և հողից գույն ստանալով յուրաքանչյուրն արձակում է իր առանձնահատուկ բուրմունքը։ Նրանք կենդանի չեն և չեն կարող քեզ աղաչել նորոգել իրենց, դու քո կամքով ես գարուն բերում ու նորոգում, իսկ ես լինելով կենդանի և քո պատկերով ստեղծված, շարունակ մեղանչելով, ինձ վրա խստաշունչ ձմեռ բերեցի և թոշնեցին իմ առաքինության ծաղիկները։ Այժմ աղաչում եմ բարերար,
Տուր ինձ հոգևոր գարուն, հալածիր իմ մեղքերի սառնամանիքը, ցողիր իմ սրտում ողորմության անձրևը, հոգուս մեջ ուղարկիր քո երկյուղի հարավային ջերմությունը, որը ջուր էր հանում վեմից, իմ սիրտը դարձրո արտասուքի ընդունարան։ Դարձյալ ինչպես օրինակ տախտակի վրա գույներով նկարված թագավորի պատկերը։ Թագավորը տեսնելով, որ իր պատկերը անարգության մեջ է, հնացած ու աղտեղված, հրամայում է վերստին նորոգել նախկինի պես։ Այսպես և ես արարիչ, ստեղծված լինելով քո պատկերով, մեղքերով հնացրեցի այն, այժմ նորոգիր բարերար ըստ քո մեծ ողորմության։ Ինչպես իր տիրոջ բակում կապված անասունը, երբ տեսնում է իր տիրոջը, բարաչում է իլուր նրա, և նրա տերը գթալով հրամայում է դարման տալ, այսպես և ես, Տեր իմ, դեգերում եմ քո գավթում գթության ակնկալիքով, որպեսզի բացես իմ առջև քո ողորմության դուռը։ Ինչպես աղավնին ելավ տապանից և շրջելով ջրհեղեղի համատարած ջրերի վրա իր ոտքերի համար կանգնելու տեղ չգտավ, իսկ երբ վերադարձավ տապան, այն ժամ Նոյը գթալով ընդունեց նրան իր տեղը։ Այսպես և ես արարիչ, ելա քո սուրբ եկեղեցուց և դեգերելով այս աշխարհի ալեկոծությունների մեջ և հոգուս հանգիստ չգտնելով, դարձյալ դիմում եմ քո մարդասիրությանը, ընդունիր ինձ ըստ քո մեծ ողորմության։ Եվ ինչպես երկու պարտապաններից մեկին թողեցիր 500-ը, իսկ մյուսին 50-ը, տեսնելով, որ չեն կարող վերադարձնել պարտքը, նույնպես և ես արարիչ, քո պարտապանն եմ բյուրքանքարի և չունեմ բարի գործեր, որպեսզի հատուցեմ քեզ։ Արդ, շնորհ արա, թող իմ հանցանքները ըստ քո մեծ ողորմության։ Եթե անիրավ դատավորը արեց այրու դատը, ապա դու արդար դատավոր արա իմ դատը և փրկիր ինձ ոսոխից, սատանայից։ Մարդը, որ Երուսաղեմից Երիքով էր իջնում և ընկավ ավազակների ձեռքն ու վիրավորվեց, իսկ Սամարացին գթալով կապեց վերքերն ու դարմանեց նրան, իսկ ես ընկա սատանայի ձեռքը և հոգով վիրավորվեցի, բժշկիր ինձ արարիչ ըստ քո մարդասիրության։ Անառակ որդին, որ հեռացավ հայրական խնամքից և գնաց խոզերի կերակուրի ետևից, երբ վերադարձավ արժանի էր պատիժների, սակայն դու հայրական գթությունից հթախտված, ընդառաջ գնալով համբուրեցիր և պատվիրեցիր զարդարել նախկին պատմուճանով, ձեռքին մատանի դրեցիր, իսկ ոտքերին կոշիկներ հագցրեցիր, մորթեցիր պարարտ եզը, զարդարեցիր սեղանը և ուրախացրեցիր հրեշտակներին։ Արդ Տեր, և ես հեռանալով քո սուրբ կամքից և ապրելով անառակությամբ, վերադարձա դեպի քո բարերարությունը։ Մարդասեր, ընդունիր ինձ հայրենի տուն ըստ քո մեծ ողորմության։ Անդամալույծին ուրիշները բերեցին քո առջև, ինքը չաղաչեց քեզ, բայց դու ուրիշների հավատքի համար ողորմեցիր նրան և ասացիր. քո մեղքերը ներված են, վեր կաց, վերցրու քո մահիճը և գնա։ Իսկ ես մարմնիս մահճով վերցնելով անդամալույծ հոգիս, բերեցի քո առջև, արդ, բժշկիր բարերար ըստ քո առատ ողորմության։ Արդ, երբ կամենում ես աղոթել կամ արտասվել և բռնադատում ես բնությունդ, բայց զղջում առաջ չի գալիս, այդպիսի խոսքեր ասա աղոթքումդ, այն ժամ սիրտդ կզղջա և կարտասվես։ Այսպիսի պատճառից շատ անգամ ես զղջում առաջ գալիս, որը ոչ ոք չի կարող գրել, բայց մեծ ճիգեր գործադրիր և շնորհը քեզ կուսուցանի։ Մինչև չտիրանաս շնորհի, չես կարող արտասուք հեղել, բացի եթե դրա համար պատճառ կա։ Իսկ երբ շնորհն ստանալով վարժվես, այլևս կարիք չես ունենա օրինակների և դրդիչների, այլ շնորհից ուսանելով հոժարությամբ կարտասվես։ Եվ փոքր մի համարիր զղջման շնորհը, այլ մեծ եռանդով ջանա և խնդրիր Աստծուց, մինչև ստանաս, քանզի Տերն այսպես ասաց. «Արքայությունը ներսում ձեր մեջ է», այսինքն
արտասուքը, որը դուրս է բխում անձից և հոգին մաքրում մեղքերից ու Աստծուն խոնարհեցնում գթալու, քանզի ինչպես հորդարատ անձրևից հետո օդը լինում է հանդարտ ու մաքուր, այնպես էլ արտասուքի հեղումից փարատվում է մեղքերի խավարը, և ինչպես սաստիկ հողմից հալածվում են ամպերը և խափանվում անձրևները, այսպես և չար վարքից խափանվում է զղջման շնորհը, և ինչպես յուղի պակասելուց հանգչում են լապտերները, այսպես և զղջման շնորհի պակասելուց քարանում է միտքը, և ինչպես ձեթի առատությունը պայծառացնում է լապտերը, այսպես և արտասուքի շնորհը բորբոքում է սերն առ Աստված, և ինչպես արեգակի ճառագայթներից հալչում են ձմռան սառնամանիքները, այսպես և արտասուքից հալչում է մեղքի սառնամանիքը, և ինչպես ցողից զվարթանում է բույսը, այսպես և հոգին զվարթանում է արտասուքից, և ինչպես ջուրը աճեցնում է տունկերը, այսպես և արտասուքը զորացնում է հոգու շնորհը, և ինչպես ոսկին մտնելով բովի մեջ առավել մաքրվում է, այսպես և հոգին ընդունելով արտասուքի շնորհը առավել լուսավորվում է, և ինչպես անձրևները կակղեցնում են չորացած հողը և հուրը երկաթը, այսպես և ջերմ արտասուքը վերստին նորոգվելով լուսավորում է հոգին, և ինչպես հրի մեջ մտած երկաթը կայծեր է արձակում, այսպես և արտասուքի շնորհը բորբոքում է սերն առ Աստված, և ինչպես մութ գիշերով վառված լույսը աչքերը դարձնում է տեսնող, այնպես և արտասուքը սրատես և նրբիմաց է դարձնում հոգու աչքերը, և ինչպես խունկը անուշահոտ է, բայց առավել անուշահոտություն է բուրում այն ժամանակ, երբ մերձենում է հրին, այսպես և աղոթքն ավելի լավ է, երբ արտասուքով է մատուցվում, և ինչպես նետը ձեռքից թռչելով վիրավորում է թշնամուն, այսպես և արտասուքը աչքերից ցողվելով վիրավորում է սատանային, և ինչպես մեկը քնած է խորը քնով և որոտի ձայնն արթնացնում է նրան, այսպես և արտասուքի շնորհը թուլությունից արթնացնում է հոգին, և ինչպես բարեկամների գալուստը մխիթարում է սգավորներին, այսպես և արտասուքի շնորհը մխիթարում է տրտմած հոգին ու մեղքերի համար վհատվածներին, և ինչպես ջուրը մարում է հուրը, այնպես արտասուքը մարում է մեղքի զորությունը, և ինչպես եղեգն այրվում է սաստիկ հրից, այնպես մեղքի փշերն այրվում են արտասուքի զորությունից, և ինչպես սրից խոցված մարմինը բժշկվում է դեղն ընդունելով, այսպես և հոգու վերքերը բժշկվում են արտասուքի զորությամբ, և ինչպես փոշին է քշվում սաստիկ քամուց, այնպես արտասուքի միջոցով հալածվում է մեղքը, և ինչպես անջրդի հողը բուսեցնում է այրման ենթակա փուշ ու տատասկ, այսպես և անզիղջ միտքը բխեցնում է աղտերի բազմություն, և ինչպես ջրարբի արտը աճեցնում է զանազան պտուղներ ու ծաղիկներ, այսպես և հոգին, որն արտասուքի շնորհ ունի, բազմաթիվ առաքինություններ է աճեցնում, և ինչպես մոմը հալչում է հրից, այնպես մեղքը հալչում է արտասուքի ներգործությունից, և ինչպես հարավի ջերմությունը ձմեռը վերածում է գարնան, այնպես արտասվախառն աղոթքը հալեցնում է մեղքերի ձմեռը, և ինչպես գիշերվա խավարը հալածվում է արեգակի ճառագայթներից, այնպես մեղքերի խոր մթությունը փարատվում է արտասուքի ներգործությունից, և ինչպես ծառը ընդունելով ջրի զորությունը տարածում է արմատները և հողի մեջ ամրանալով հաստատուն է մնում սաստիկ մրրիկների դեմ, այսպես և հոգին ընդունելով արտասուքը հաստատվում ու զորանում է ընդդեմ ալեկոծ խորհուրդների, և ինչպես սառը ջուրը ամռան տոթին զորացնում է ծարավից տոչորվողին, այնպես արտասվախառն աղոթքը զորացնում է մեղքերով ծանրաբեռնված հոգին, և ինչպես պարտված թշնամին փախչում է հզոր մարտիկներից, այսպես և մեր ոսոխը սատանան հալածվում է աղոթքի և արտասուքի ներգործությունից, և ինչպես բարեկամների ավետիստն ուրախացնում է սիրտը,
Այսպես եւ Աստծո առջև արտասուքը մշտնջենավոր ուրախություն է տալիս հոգում։ Եվ ինչպես աղը համեմիջ է ընդդեմ նեխության, այսպես եւ երկրավոր զբաղումներից խավարած խորհուրդները համեմվում ու սրբվում են երկարատև ու արտասվալի աղոթքներից։ Եվ ինչպես ամռան տոթորը աղեկիզված մարդը ջուրն առնում ցողում է դեմքին, առույգանում է ու թոթափում հիմարությունը, այսպես եւ մեղքերի մեջ շաղախված հոգին ընկնում է ու հիմարանում, ինչպես գրված է, մեղքերով բռնված հոգիները նաեւ անմտանում են, բայց ստանալով զղջման ու արտասուքի շնորհը առույգանում է ու թոթափում հիմարությունը։ Եվ ինչպես անուշահոտ ծաղիկն ուրախացնում է քիմքը, այնպես տրտմած ու վհատված հոգին ուրախանում է արտասուքի ներգործությունից։ Եվ ինչպես Պարիսպը քաղաքի ամրությունն է, այսպես եւ արտասվալի աղոթքն է հոգին պարսպում սատանայի նետերից։ Եվ ինչպես օգնականից զրկված ու թշնամիներից հալածված մեկը ուրախանում է օգնականի հայտնվելով, այնպես դևերից հաղթված ու խորհուրդներից ընկճված հոգին քաջալերվում է եւ ուրախանում արտասուքի ներգործությամբ։ Արդ, թեև չունեմ զղջման ու արտասուքի շնորհ, սակայն ըստ ներքին մարդու ցանկանում ու փափագում եմ ստանալ այն, դրա համար հաճախ արեցի դրա գովեստը, որովհետև ոչինչ այնպես սիրելի չէ Աստծուն, ինչպես սուրբ սրտից բխած արտասուքը։ Քանզի ովքեր զրկվեցին Աստծո բարեհաճությունից, դարձյալ վերականգնվեցին արտասուքի միջոցով, ինչպես Դավիթը պոռնկությունից ու սպանությունից հետո սրբվեց արտասուքի միջոցով, որ ամեն գիշեր լաց էր լինում իր մահճում, որի համար Աստված ասաց. «Կպահպանեմ Երուսաղեմ քաղաքը իմ Դավիթ ծառայի համար»։ Արտասուքի համար երանելի Դավիթը դարձյալ արժանացավ մարգարեության շնորհի։ Նույնպես եւ Պետրոսը ուրացությունից հետո դուրս ելավ ու դառնապես լաց եղավ, եւ նրա առաքելական շնորհը դարձյալ մնաց։ Պոռնիկը Սիմոնի տանը արտասուքով թրջելով Տիրոջ սուրբ կարշապարտները մեղքերի թողություն ստացավ։ Նկատի չունեմ այն արտասուքը, որը դիպվածով ըստ պատահման է լինում, այլ այն, որ մեծ ջանքով ստանում է շնորհը եւ ինքնին գործադրում։ Քանզի մարգարեն չասաց, թե մեկ կամ երկու անգամ լաց կլինեմ, այլ ամեն գիշեր մահճումս։ Նաև քիչ արտասուքը բարի է եւ փրկության պատճառ, սակայն ոչ ինչպես այն, որը հարատև է եւ շնորհ ստանալու պատճառ։ Իսկ եթե կամենում ես, որ զղջման շնորհը հարատևի քո մեջ, զգուշացիր անօգուտ զբաղումներից, որպեսզի որևէ պատճառով շնորհը չմարի, ինչպես ասում է առաքյալը. «Մի մարեք շնորհի հոգին» եւ մի սովորիր օրեցօր հետաձգել, այլ ինչպես պարտք ժամանակ հատկացրու արտասուքին։ Իսկ երբ միտքդ քարացած լինի եւ կամենաս զղջում առաջ բերել, դու ինքդ քեզ որպես ուրիշ մեկին ահաբեկիր ասելով. չես հիշում փողի ահե խնչումը եւ հրեշտակապետի ահավոր ձայնը, ծովացած բորբոքումն ու տարածումը ամբողջ տիեզերքով մեկ, արդարների բարձրացումը լուսեղեն ամպերով եւ մեղավորների մնալը խավարամած կորստյան մեջ, ամբողջ տիեզերքի հաշիվը տալը, ահեղ ու վճռորոշ օրը, որ մեծ ու երևելի օր է, երբ կընտրվեն զատվածներն ու բաժանվածները եւ հայտնի կդառնան քաջնահատակներն ու առաքինիները եւ ամեն ժամ Աստծո հետ կլինեն։ Արդար դատաստանն աներևույթ է, միայն գրված է, բայց մարդկանցից ծածուկ է։ Պետք է շարունակ հիշել եւ աչքի առջև ունենալ, որպեսզի միտքը զարհուրի։ Սա դարձրու օրինակ։ Բերքահավաքի սկզբում աղքատները ինչպես են գնում արտերն ու կալերը, այգիներն ու հնձանները եւ ողորմություն խնդրում։ Քանզի մարդիկ այն ժամանակ են առավել ողորմություն անում, երբ պատուղը դեռ այգում է, իսկ գինին հնձանում։ Իսկ երբ արդեն հավաքված է, հաշվված ու կնքված, այնժամ թեև ողորմություն անում են, սակայն դժվարությամբ։ Դա օրինակ է այս կյանքի, քանի դեռ ողջ ես,
և լուծարված չէ արարածներից ծառայությունը։ Կարող ես թախանձել և ստանալ ողորմություն, իսկ երբ դատավճիռը կայացվի և առագաստի դուռը փակվի, այլևս ողորմություն չի լինելու, այլ նրա առջև են լինելու յուրաքանչյուրի վարձն ու գործերը։ Դրա համար է առաքելն ասում. ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի գահի առջև և ողորմություն խնդրենք պատեհ ժամանակ։ Այստեղ է շնորհի գահը, եթե մոտենաս և խնդրես, կստանաս ողորմություն, քանզի պատեհ ժամանակ է, իսկ այնտեղ շնորհի գահ չէ, այլ դատաստանի, թեկուզ խնդրես, ողորմություն չես ստանա, քանզի պատեհ ժամանակում չէ։ Իսկ այս կյանքում ով է ավելի աղքատ, քան Սարեփթացի այրին, որ մի բուռ ալյուր ուներ։ Նույնիսկ նա ողորմություն արեց և կերակրեց Եղիային։ Իսկ բազմագութն Աբրահամ, որ բարեխոսում էր սոդոմացիների փրկության համար, չէր բարեխոսում մեծատան համար, որն աղաչում էր նրան մի կաթիլ ջրի համար։ Ուստի և դու, քանի դեռ այսօրը առջևդ է, տղամարդու պես ձգիր գոտկատեղդ, քանի դեռ կամավորապես նավաբեկությունից նավում ես դեպի ցամաք, այժմ աշխատիր ստանալ բոլոր առաքինություններն ու ջանա ձեռք բերել զղջման շնորհը։ Արտասուքի շնորհը նրա համար է պատվական, որ ամեն ժամանակ չես կարող ողորմություն անել կամ շահել եղբայրներին, իսկ արտասվել կարող ես, քանզի արտասուքի նյութը քեզ մոտ է և դրսից չի ներմուծվում։ Երբ աղոթում ես, խորհուրդներիդ թույլ մի տուր այստեղ այնտեղ գնալ, այլ հիշիր, թե ում առջև ես կանգնած, երկնավոր թագավոր Քրիստոս Աստծո, որ մեկ ակնթարթում ստեղծեց երկինքն ու երկիրը, որի մասին Սողոմոնն ասում է, ինչպես կշեռքի նժարների սլաքը կամ ցողի մի կաթիլը, որ առավոտյան ընկնում է հողին, այնպես է ամբողջ աշխարհը Տիրոջ աչքում։ Երբ այս ամենը հիշես, միտքդ կզարհուրի և աղոթքդ երկյուղով կմատուցես։ Իսկ երբ միտքդ քարացած լինի և չգա դեպի զղջում, այսպես ասա. «Արի հյուսիսի քամի և եկ հարավի քամի, փչիր իմ հոգու պարտեզին, հալեցրու իմ մեղքերի սառույցը, Տեր իմ, տուր ինձ հոգևոր գարուն, դու, որ վեմից ջուր բխեցրիր, իմ սիրտը արտասուքի ընդունարան դարձրու։ Եվ ասա քո մտքում. չես տեսնում աշխարհականներին, ինչպես են ջանում ու մշակում յուրաքանչյուրն իր անդաստանը, իսկ դու հոգուտ անդաստանը թողել ես անմշակ, եկավ առավոտը և չաշխատեցի, հասավ երեկոն և գնում եմ ունայնաձեռն։ Չգիտես, որ մարմինդ միանոթ է, քանզի այսօրն անցնում է ինչպես երազ և վաղը ինչպես երեկոյի ստվերը։ Հիշիր այն, որ երեկ մեզ հետ էին մեր եղբայրները և այսօր այլևս չեն երևում, այլ գնացին իրենց և մեր Տիրոջ մոտ։ Երբ շարունակ այսպես մտածես, միտքդ կվարժվի զղջմանը և շնորհը կհաստատվի քո մեջ։ Իսկ եթե ասես, թե երկրավոր բաներից եմ օրինակ բերում, դատած կլինես, քանզի մենք նույնպես մարմնավոր ենք և կարելի է երևացող օրինակով առակախոսել, ինչպես Տերն էր երկնավոր բաները սահմանում երկրավոր օրինակներով, և մեզ զիջելով նվաստ օրինակով, ինչպես ասում է Ավետարանը, Աստծո արքայությունը նման է խմորի, դարձյալ երկնքի արքայությունը նման է 10 կույսերի կամ ագարակում թաքնված գանձի կամ ծովը նետված ուռկանի։ Իսկ առաքյալն ասում է. երկնավորները երկրավորներով են ճանաչվում։ Զղջման շնորհի մասին պատմեցինք ըստ քո խնդրանքի, քանի որ արտասուքը վկայված է ամբողջ Սուրբ Գրքով, ինչպես ասում է Մարգարեն. ամեն գիշեր լաց եղա իմ մահճում և արտասուքովս թրջեցի իմ անկողինը։ Գիշեր ցերեկ կերակրվեցի իմ արտասուքով, իսկ Երեմիան ասում է. ով իմ գլուխը կդարձներ ջրերի շտեմարան և իմ աչքերը արտասուքի աղբյուրներ, որպեսզի լաց լինեի գիշեր ցերեկ, իսկ Եսային ասում է. թողեք, որ լաց լինեմ
և մի ստիպեք ինձ մխիթարվել։ Իսկ Եզեկիելին Աստված ասաց. «Սգո զգեստ թակիր և գնա նստիր ժողովրդի առջև ու հառաչիր։ Եթե քեզ հարցնեն, թե ինչու ես այդպես լալիս, կպատասխանես. բոթ լսեցի, որ վրա է հասնելու Տիրոջ բարկությունը։ Թերևս քեզ նախանձելով լաց լինեն իմ առջև և ողորմեմ նրանց»։ Աստված մարգարեին ու ժողովրդին հորդորում էր արտասվել, իսկ Հովել մարգարեն ասում է. «Առ ինձ դարձեք պաղքով ու աղոթքով, լացով ու կոծով, պատռեցեք ձեր սրտերը, այլ ոչ թե ձեր հանդերձները»։ Դարձյալ ասում է. «Սգացեք քահանաներ, քուրձով ննջեցեք պաշտոնյաներ»։ Նույն ինքը Տերը ասում է. «Երանի նրանց, որ այժմ լալիս են, քանզի պիտի ծիծաղեն, և երանի սգավորներին, քանզի նրանք պիտի մխիթարվեն»։ Իսկ առաքյալն ասում է. «Լացով եմ խոսում Քրիստոսի խաչի թշնամիների մասին»։ Դարձյալ ասում է, թե բազմաթիվ վշտերի ու սրտի նեղության պատճառով գրեցի ձեզ հորդ արտասուքով։ Դարձյալ թե ամբողջ 2 տարի չդադարեցի արտասուքով խրատել ձեզանից յուրաքանչյուրին։ Իսկ Տիմոթեոսին գրում է. «Հիշեցի քո արտասուքը, որպեսզի խնդությամբ լցվեմ»։ Վարդապետների կողմից նույնպես բազմաթիվ վկայություններ կան արտասուքի մասին, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Աստվածաբանը. «Մի արհամարհիր արտասուքը, դու, որ առատ արտասուքի արժանի աղտացար և ապա ողորմություն գտար»։ Իսկ Սուրբ Բարսեղ Կեսարացին ասում է. «Արտասուքն ու ապաշխարությունը մկրտությանը հավասար պայծառացնում են անմաքուր հոգիները»։ Իսկ Սուրբ Եփրեմ Ասորին ասում է. «Երբ մարդ խոսում է Աստուծո հետ սուրբ աղոթքում, այդպիսին երկրի վրա չէ, այլ նրանից վեր երկնքում, դրանից քաղցրանում է, դրանից լուսավորվում ու լցվում աստվածային լույսով»։ Իսկ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է. «Չկա ոչինչ Աստծուն այնքան սիրելի, որքան արտասուքը, և ինչպես ջրով ու հոգով, այնպես էլ արտասուքի ու խոստովանության միջոցով դարձյալ սրբվում ենք, եթե ցուցադրաբար կամ պարծենալով չանենք»։ Դարձյալ Սուրբ Եվագրոս Պոնտացին ասում է. «Երբ պատերազմողի խորհուրդները քեզ վրա գան, դու արտասուքի տեգն ուղղիր թշնամու դեմ, և այդ ավազակապետը զարհուրած կփախչի քեզանից»։ Իսկ երանելի Նեղոս Սինայեցին ասում է. «Աղոթքը համարիր զենք, պահքը ամուր պարիսպ, իսկ արտասուքը ավազան»։ Ուստի և դու մի ծուլացիր հասնել շնորհին, որպեսզի արժանի լինես հասնելու խոստացված բարիքներին ի Քրիստոս Հիսուս ի Տեր մեր, որին փառք հավիտյանս ամեն։